Պոռնկության դեմ պայքարը սկսվում է ոչ թե արտաքին արգելքից, այլ ներքին սրբագործումից։ Երբ Սուրբ Գիրքը խոսում է պոռնկության մասին, այն խոսում է ոչ միայն մարմնական անկման մասին եւ ոչ էլ պարզապես որոշ բարոյական սահմանի խախտման մասին։ Աստծաշունչը ցույց է տալիս, որ պոռնկությունը մեղք է, որը խոցում է ամբողջ մարդուն։ Նրա միտքը, կամքը, երևակայությունը, խիղճը, մարմինը եւ ամենից առաջ նրա հարաբերությունը Աստծո հետ։ Այդ պատճառով էլ Պողոս առաքյալը պատահական չէ, որ գրում է Թեսաղոնիկեցիներին, որովհետև Աստծո կամքը ձեր սրբությունն է, որ հեռու մնաք պոռնկությունից։ Այսինքն այստեղ խոսքը ոչ թե երկրորդական թեմայի, այլ Աստծո կամքի մասին է մարդու կյանքի համար։ Շատ կարևոր է հասկանալ, որ մաքրությունը քրիստոնեական ընկալմամբ, այդ բարոյականությունը, պարզապես արտաքին մեղավոր արարքի բացակայությունը չէ։ Մարդը կարող է զերծ մնալ բացահայտ անկումներից, բայց ներսում մնալ անմաքրության գերի։ Նա կարող է չանել որոշակի գործեր, բայց միևնույն ժամանակ ապրել ցանկասիրության մտքերով, երևակայություններով, հիշողություններով, անմաքուր պատկերներով եւ մեղքի հետ գաղտնի ներքին համաձայնությամբ։ Դրա համար էլ Տեր Հիսուս Քրիստոսը ցույց է տալիս ոչ միայն արտաքին վարքը, այլև մարդու սիրտը։ Նա ասում է. ամեն ոք, որ կրոջը վրա նայում է նրան ցանկանալով, արդեն իր սրտում շնացավ նրա հետ։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ պոռնկության արմատը ավելի խորն է, քան տեսանելի արարքը։ Այն գտնվում է սրտում, մարդու ներքին կյանքի ուղղության մեջ, այն բանի մեջ, որով նա ապրում է մարկանցից գաղտնի։ Հենց այստեղ էլ շատերը սխալվում են իրենց պայքարի մեջ։ Նրանք կարծում են, թե գլխավորն այն է, որ պարզապես արգել են իրենց որոշակի արարքներ, մի քանի արտաքին սահմանափակումներ դնան եւ ավելի կարգապահ դառնան, բայց եթե սիրտը չի մաքրվում, եթե միտքը չի սրբագործվում, եթե երևակայությունը չի դրվում Աստծո իշխանության ներքո, ապա մեղքը միայն փոխում է իր ձևը, բայց չի վերանում։ Արտաքին զսպվածությունը առանց ներքին սրբագործման կարող է ժամանակավոր կարգ բերել, բայց ոչ իրական մաքրություն։ Մարդը կամ մշտապես կապրի ներքին լարվածության մեջ, կամ մի օր նորից կընկնի, որովհետև մեղքի աղբյուրը կմնա անփոփոխ։ Այդ պատճառով էլ պոռնկության դեմ իրական պայքարը սկսվում է ոչ թե միայն արգելքից, այլ ապաշխարությունից։ Ոչ թե պարզապես հետևանքներից վախենալուց, ոչ թե մարդկանց աչքում ավելի լավ երևալու ցանկությունից, ոչ թե միայն ամոթի զգացումից, այլ հենց Աստծո առաջ ապաշխարող խոստովանությունից։ Օրինակ, Տեր, խնդիրը միայն առանձին արարքներում չէ, խնդիրը ավելի խորն է, իմ սիրտը վիրավորվել է մեղքով, իմ ցանկությունները բուժվելու կարիք ունեն, իմ ներքին մարդը մաքրման կարիք ունի։ Այս տեսակետը չափազանց կարևոր է, որովհետև այն պայքարը տեղափոխում է պարզ ինքնակառավարման հարթությունից դեպի հոգևոր վերափոխման հարթություն։ Հենց այսպես էր աղոթում Դավիթ թագավորը իր ծանր անկումից հետո 50-րդ Սաղմոսում. Սուրբ ստիր հաստատիր իմ մեջ ով Աստված եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում։ Նա չսահմանափակվեց միայն մեղքի ընդունումով։ Նա խնդրում էր ներքին նորոգություն։ Ոչ միայն ներում, այլ նաև մաքրություն։ Ոչ միայն պատժի հեռացում, այլ նաև հենց սրտի վերականգնում։ Սա է մաքրության համար յուրաքանչյուր պայքարի ճշմարիտ սկիզբը։ Խնդրել Աստծուն ոչ միայն օգնել չանել չարը, այլ նաև փոխարկել ներքին մարդուն այնպես, որ նա կարողանա սիրել բարին եւ ատել մեղքը։ Նաև կարևոր է հիշել, որ պոռնկության նկատմամբ հաղթանակը անհնար է առանց Աստծո շնորհի։ Մարդկային կամքի ուժը ինքնին սահմանափակ է։ Մարդը կարող է որոշ ժամանակ հավաքվել, վախենալ, խոստում տալ, խիստ որոշում կայացնել, բայց առանց Աստծո շնորհի ներգործության սիրտը մնում է տկար։ Սակայն շնորհն էլ մարդու մեջ մեխանիկորեն չի գործում առանց նրա մասնակցության։ Աստված մեզ չի փրկում բռնի կերպով եւ չի մաքրում մեզ առանց մեր համաձայնության հոգեվոր կյանքի հանդեպ։ Շնորհը պահանջում է պատասխան։ Այն պահանջում է, որ մարդը սկսի ապրել զգոնությամբ, ուշադրությամբ, ապաշխարությամբ, զգայարանների իր մտքի եւ սրտի պահպանությամբ։ Այդ պատճառով մաքրության համար ներքին պայքարը միշտ ներառում է որոշակի հոգեվոր գործեր։ Աղոթք, Սուրբ գրքի ընթերցում, գայթակղությունների այսպես կտրում, մտքերի
նկատմամբ զգոնություն, հայացքի կարգապահություն, զգուշություն շփումների մեջ, օրվա իմաստուն կարգավորում եւ այն ամենից հեռու մնալը, ինչը բորբոքում է մարդու գիրքը։ Եթե մարդը աղոթում է մաքրության համար, բայց շարունակում է իր միտքը կերակրել անմաքուր պատկերներով, առիթներ փնտրել գրգռման համար, իր համար բաց թողնել գայթակղությունների մուտքը եւ արդարացնել գաղտնի ցանկասիրությունը, ապա ինքն է քանդում այն, ինչի համար աղոթում է, սրբագործում է, պահանջում է ամբողջականություն։ Պողոս Առաքյալը նաև գրում է, որ չգիտեք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճարներ են։ Սա նշանակում է, որ քրիստոնյան չի կարող իր մարմինն նայել որպես չեզոք գործիքի, որով կարելի է պարզապես բավարարել ցանկությունները։ Մարմինը պատկանում է Աստծուն։ Նա փրկագնված է Քրիստոսի կողմից եւ կոչված է արդարության գործիք լինելու։ Այդ պատճառով էլ պոռնկության դեմ պայքարը պարզապես բնազդի ճնշում չէ, այլ մարդու վերադարձն է իր իսկ ճշմարտությանը։ Նա կոչված է ոչ թե ապրել կրքով, այլ սրբությամբ։ Պետք է հասկանալ նաև մեկ այլ կարևոր բան, որ մաքրությունը միայն մեղքի մերժումը չէ, այլ մարդու ներքին ամբողջականության վերականգնումն է Աստծո առաջ։ Պոռնկությունը միշտ ներսից այսպես երբեղկում է մարդուն։ Այն մեկ դեմքը դարձնում է արտաքին, իսկ մյուսը գաղտնի։ Այն թուլացնում է աղոթքը, խավարեցնում է միտքը, խիղճը դարձնում է պակաս ավելի պակաս զգայուն, իսկ հոգին պակաս ազատ։ Սրբագործումը ընդհակառակը վերադարձնում է ամբողջականությունը։ Մարդը սկսում է ապրել ոչ թե երկվության, այլ ճշմարտության մեջ, ոչ թե գաղտնի կախվածության մեջ, այլ ազատության, ոչ թե մշտապես ներքին պատերազմի մեջ իր իսկ դեմ, այլ ավելի ու ավելի խաղաղ հնազանդության մեջ Աստծուն։ Ուստի պոռնկության դեմ պայքարի սկիզբը պարզապես չէ, որ դու ասում ես այլևս այդպես չեմ անի։ Դա բավարար չէ։ Պայքարի սկիզբը Աստծո առաջ կանգնելն է եւ ասելն է. Տեր, մաքրիր ինձ ներսից, սրբագործիր իմ միտքը, բուժիր իմ սիրտը, սովորեցրու ինձ պահել ինձ ոչ միայն արտաքին, այլ ներքին կերպով, դարձրու ինձ ոչ միայն զուսպ, այլ մաքուր։ Միայն այս ճանապարհն է տանում ոչ թե մեղքի ժամանակավոր ճնշման, այլ իրական հոգևոր բժշկության։ Հենց այդ պատճառով էլ պոռնկության դեմ պայքարը սկսվում է ոչ թե արտաքին արգելքից, այլ ներքին սրբագործումից։ Ոչ թե միայն կարգապահությունից, այլ ապաշխարությունից, ոչ թե միայն ընկնելու վախից, այլ Աստծո առաջ մաքուր լինելու ծարավից։ Եվ երբ մարդը այս ճանապարհով գնում է լրջությամբ, խոնարհությամբ եւ հաստատակամությամբ, Աստծո շնորհը սկսում է աստիճանաբար վերականգնել նրա մեջ այն, ինչ մեղքը կործանել էր իր մեջ։